Ռոբերտ Էջանանցու մասին մտածելիս կամ խոսելիս ակամայից հիշում ես Բարյուր Սևակի անճարեղ խոսքերը։ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։ Ռոբերտ Էջանանցին ծնվեց ճիշտ ժամանակին, ապրեց իր ժամանակում եւ իր մեծ առաքելություն իր ուսերի վրա առած տարավ մինչև վերջ։ Բայց այդ վերջը դեռ չի եկել նրա մահով։ Այդ վերջը չի գալու, քանի դեռ ապրում ենք մենք, նրա մտերիմները, նրա հարազատները եւ իր սիրելի կապանատան ժողովուրդը։ Այս պատերը, թատրոնի պատերը ներծծված են Էջանանցիով, Էջանանցու շնչով, Էջանանցու խորախորուրդ հուզումնալից նրա ապրած կյանքով ու գործունեությամբ։ Այս պատերի ներքո թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանի թումանյանական վերնատանը հավաքվում էին քաղաքի արվեստագետներ, մտավորականներ, շոշափում էին թեմաներ, ծնվում էին գաղափարներ։ Ռոբերտ Գրիգորյան Էջանանցին այդ վերնատան անզուգական փայլատակող մարգարիտն էր։ Ես Թատերական ինստիտուտն ավարտած Կապանում զինվորական ծառայություն անցնող երևանցի երիտասարդս հենց Էջանանցու մեջ տեսա Սյունիքը, Սյունիքի խորությունը, Սյունեցու հարստությունը եւ սիրարվեցի Սյունիքին։ Այո, Ռոբերտ Գրիգորյան Էջանանցին կարողանում էր հմայել, կարողանում էր դյութել, կարողանում էր վարակել իր գաղափարներով եւ ծրագրերով։ Նրա վերջին այցելությունը թատրոն 2015 թվականի ապրիլ ամսին էր, երբ եկավ թատրոն իր խոհակցին, իր գաղափարակցին Կամո Արզումանյանին ողջունելու։ Ձեռքին մի շնորհակալագրիր այսպիսի վերտարությամբ։ Շնորհակալիքի եւ մտերմության հավաստման հուշաթերթ։ Մտավորականի շնորհներ ու խոստում ունեցող կապանցին առույգանում, զորանում ու ինքնավստահ է գործում հոգեզմայլ այր Կամո Արզումանյանին մտաբերելով, նրա հետ նիստուկած ունենալով ու ճանաչելով, նրա խոհերի ու գործունեության մեջ փնտրեցեք կապանամիտքը, ոգին ու խիղճը։ Սա էր ներողություն, սա էր Գրիգորյան Էջանանցու վերջին խոսքերը հնչեցրած այս կամարների ներքո։ Եվ այսօր մենք բոլորս մեր հարգանքի տուրքն ենք մատուցում, հիշելով եւ այս երեկոն նվիրաբերելով մեծ Սյունեցուն։ Տարիներ առաջ որ այցելել էր այստեղ կինո ռեժիսոր Հրանտ Հակոբյանը, հայրենիքս խորագրով ֆիլմը պետք է նկարվել վավերագրական, հայրենիքս խորագիրը կրում էր Սյունյաց աշխարհը։ Մեղրին նկարելուց Քաջարան, Կապան, Գորիս, Սիսյանը մենք խոսում էինք, թե որ քաղաքում ինչ պատմական դյութեր կան, տեղեր կան, որ պետք է նկարահանվել։ Ինքը ինձ առաջին հարցրեց, ինձ պետք է ամենահետաքրքիր մարդը տարածքի կապանատան Քաջարանի։ Հա ցապաղելու պատասխանեցի։ Պարոն Գրիգորյան, Ռոբերտ Էջանանցին, անմիջապես զանգարեցի իր լավագույն ընկերոջը, մեր լավագույն բարեկամին, գնդապետ Դավիթ Լևոնիչը, որը ոստիկանապետ է Քաջարանի, ասի խնդրում եմ, իջեք Լեռնաձոր, մենք գալիս ենք ռեժիսորի, օպերատորի հետ, պետք է ասեց գյուղում մարդ է մահացել Լավետիսյանը։ Կարելի է հետաձգենք, ասի որ չեք հետաձգելու, քանի որ եզակի անձնավորություն է, որ ոչ մեկի նման չի մահախոսականը եւ իր կերպարը մարդու մասին խոսելուց։ Մենք բարձրացանք գյուղ, տեղյակ չէր Գրիգորյանը, որ նկարահանում պետք է ներ։ Օպերատորին տարանք վերև, գերեզմանատան վերևը թաքված տեսախցի տեսքով նկարեցինք իր մահախոսականի խոսքը։ Ավարտելուց հետո ասի սիրելի Գրիգորյան, դուք իշտելու եք դպրոց արարողությունից հետո, բա ինչ կա, ասի, ուզում եք Երևանից մարդիկ են եկել, ուզում են դպրոցը լսել, ձեր թանգարանը, ձեր խոսքը լսել։ Մենք էլի շտապեցինք թանգարան, դպրոցի և կուլիսների հետևում էլի թաքված օպերատորը, ռեժիսորը հարցեր է տալիս և պատասխանում է սիրելի Էջանանցին։ Եկեք ցանկանում ձեր ուշադրությունը բերեք ֆիլմի վրա, որը տևում է ընդամենը 20 րոպե։ Հայոց ՈԺԹ թվականին, որ է փրկչական 1170-ը, աշունը ծանրախոս շուլալվել էր կապանատանը։
Սարերում գերված անասնագող ելուզակները սպառնում էին Աթաբեկի մոտալուտ հաշվեհարդարով։ Հալածական գաղթականների խմբերը գալով Սևասարի կողմից Տաթևի ուխտ էին գնում եւ այնտեղից սփռվում վայք, վիրք ու մանքերմանի երկիրը։ Հոնի ու տանձի կաթուկը, փոբզկերն ու կտողենի կեցուռը բռնել էին բաղած անտառները, բայց կապանակ եղջուկն աշնանային հավաքչության չէր գնում։ Բաղաբերդի երիտասարդ տիրակալը զորահավաք էր հայտարարել ու հաճախակի էր գավառները գնում զորատեսի։ Իր նախորդի Գրիգոր B. նվազ թագավորի գահակալման տարիներին սելջուկներն ավերել էին Կապանավոստանը, ասպատակել թագավորությամբ տասնյակ վանքեր, բերդեր ու գյուղեր։ Իր սև գործ ներառել 1139-ի ահեղ երկրաշարժը։ Գաղթն հագնացել էր, երկիրը տկարացել, սակայն Սելջուկը դեռ աչք ուներ Կապանա կիրճի վրա, որ Բախքի Կապ Լեռնանցքն էր եւ իր աչակողմ բարձունքին ուներ անսասան Բաղաբերդը։ Անհուն երկնի շողն առած կենաց սիրկա օջախում Այս դարերի կենթանի վկան, այս դարերն իր մեջ ամփոփած եւ մեզ փոխանցող Ռոբերտ Գրիգորյան Էջանանցին քայլում է Սյունյաց իշխանների ոտնայետքերով։ Նրանց հետ կողք կողքի, զրույցի բռնված Անդոքսյունու, Դավիթ Բեկի, Մխիթարի եւ այլոց հետ։ Խորհրդի նստած Ալիշանի, Փարպեցու, Եղիշեի ու Խորենացու հետ։ Ռոբերտ Գրիգորյան Էջանանցին ինքը Սյունիքն է միս ու արյուն ստացած, ոգի առած Սյունյաց աշխարհը։ Մարվում է ինչանը Խոսք ունի Խաչարյանի պատվավոր քաղաքացի Գրիգորյանը։ Մեր հանրությունը ծանր կորուստ է ապրում։ Կյանքից հեռանում է Լեռնաձոր գյուղի Խաչարյան քաղաքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերջին երկու դարերի վառ անհատականություններից մեկը հնագույն աշխատավոր Դրաստամատ Տիգրանի Ավետիսյանը, նա, ով իր վաստակով խաղցրալուր բնավորությամբ առմիշտ համակրելի պահվածքով մարդկանց ուրախություն բերելու տոհմիկ շնորհներով բոլորին երևում էր Կապուջուղի բարձունքից։ Մահը ժամանակավրեպ երևույթ է կյանքի ու երկրային սահմանագծում եւ իրավան տեխնիկայի յուրացմանը հակված երիտասարդությանը, անձնական օրինակով խանդավառելով շատերին եւ առաջացած տարիքում, երբ յուրովսան փառքի պսակ էր առել իրեն ճանաչողներից, փորձաշատ ու բազմագետ այրի համարում ուներ եւ իր 77-ամյա բարձունքին գնալիս իմաստության, զվարճության ու խրատի ոսկիներ էր բաժանում մարդկանց։ Նա հոգու այնպիսի գրավչություն ուներ, որ նրան մեկ անգամ հանդիպող եւ փորձության հրապարակն էր Խաչարանից մինչև Արաքսի ափը։ Տեխնիկական միջավայրում քիչ չեն հրաշքները, դրանցից մեկը դրաստամատի կյանքի էվոլյուցիան է։ Լինելով օժտված ու հմուտ երիտասարդ, Երևանում ավտոուսուցման դասընթացներն անցնելուց հետո ձեռնամուխ եղավ ավտովարորդների սերնդին, որոնց մեջ Սարդանցարի քոսեր
Հայրենիքս։ Տիեզերքի ամենասրտամոտ անկյունը ինձ համար հայրենիքս է, որտեղ ապրում եմ իմ աշակերտների հետ։ Հայրենիք դա այդքան էլ, ինչ ասեմ։ Այս Ամերիկի հայրենիքի հետ կապ ունի, ինչ որ հավաքել ես դրել ես։ Այս ամենը իհարկե գաղափար տալիս է հայրենիքի մասին, բայց ոչ լրիվ։ Մեր հայրենիքը ավելի շատ մշակութային է, ավելի շատ չպեղված է, ավելի շատ անտես ու անմատչելի է, դեռ մենք չենք կարող ճիշտ ասել հայրենիքի բովանդակությունը ով է։ Ամերիկայում կապ էին ո՞ր։ Չէ։ Անգամ մտածում եմ ամերիկացիների մասին, թե ինչպես են ապրում այնտեղ։ Հարուստ երկիր է, լավ երկիր է։ Հարստություն ինձ չի գայթակղում։ Ինձ բավականություն է պատճառում այլ բան։ Հայրենիքի ըմբռնումը, հայրենիքի հզորությունը տեսնելը, հայրենիքը իր պատմության մեջ ավելի բազմազան տեսնելը։ Յուրաքանչյուրի համար գուցե հայրենիքը յուրովի է, բայց ինձ համար շատ է առանձնակի։ Ճիշտ ասած դժվար է, այդ հարցին պատասխանելը բավականին դժվար է, թե ինչպես ընկալել հայրենիք։ Ո՞նց ես դու քեզ քո հայրենիքում։ Տիրոջ պես, տիրական։ Ես տերն եմ այս հողի, այս ջրի, սա իմ երկիրն է։ Եվ այնպես տիրական եմ, որ ոչ մեկը չփորձի հավակնել, մտածել, թե սա իմն է կամ իմն է եղել։ Դրանց պատասխանները ես գիտեմ, դրանց դեմ կռվելու եղանակները գիտեմ, դրանց խրատելու, դրանց դաս տալու բոլոր եղանակները գիտեմ։ Սա իմ երկիրն է։ Իմ երկրի տերը ես եմ։ Հաստատ, հավիտենական եւ առմիշտ։ Ինչ անարդարություններ հայրենիքում ինչպես ես կարծում։ Անարդարությունները միշտ պետք է լինեն, կյանքին հատուկ երևույթ է, միայն թե նրանք ժամանակավրեպ են, պետք չէ այդպես սրտամոտ ընդունել։ Նրանք ովքեր պաշտոնական հիերարխիկ բուրգի վրա են, դրանց է հետաքրում անարդարություն է, թե արդարություն է եւ այլն, բայց ուսուցչի համար այդպիսի հարցը իմաստել չունի, ուսուցչին այդպիսի հարցը։ Ստրկությունը եւ առողջապահությունը ու կարծիքով ինչ վիճակում են դες որ հիմա։ Գիտեք, պետք է նորովի ընկալել այդ ամենը։ Յուրաքանչյուր ժամանակ ունի կրթության իր համակարգը, իր կերպը, բուժման իր համակարգն, իր կերպը։ Հիմա մեր երկիրը անկախ է, առանձին պետություն է, մենք դեռ մեր համակարգերը չենք մշակել։ Ուրախ ես դա ուրախ փառավորված եմ անկախության համար։ Ես 1000 տարուց ավելի երազում եմ դրան եւ հասել եմ դրան, դա ամենամեծ հաղթանակն է ինձ համար։ Հիմա մենք արդեն կգտնենք մեզ, մենք կգտնենք մեզ, մենք այլևս ոչ պարսից արքունիքին կնայենք, ոչ ռուսաց Կրեմլին կնայենք եւ ոչ մեկ ուրիշին։ Մեր հին թագավորական տներից կսկսենք մեր պատմությունը եւ նորից կգտնենք մեզ։ Համոզված ես։ Համոզված եմ եւ համոզում եմ ուրիշներին, բոլոր երեխաներին դա եմ դաս տալիս։ Համոզված եմ անպայման։ Մենք կունենանք մեր կրթահամակարգը, որ կլինի շատ բացառիկ, ինքնատիպ եւ չենք ասի մենք Եվրախորհրդից կամ արտերկրից ենք սովորում, մենք էլ ենք արտերկիր, նրանք էլ կասեն ինձ ենք սովորում, կունենանք այդ ամենը։
Կան գաղափարներ, կան մտքեր։ Հիմա գիտեք, այնպեսի ժամանակավոր տպավորությունների շրջան է, մարդիկ չեն կարողանում դեպի ազգային արմատը գնալ, այդ կերպը չեն կարողանում որսալ։ Անպայման նրանք վերցնում են, ընդօրինակում են, այսինքն տառապում են այլասիրությամբ են տառապում։ Իսկ այդ ալտրուիզմը շատ վատ երևույթ է, այդ դա է հենց թերություն, անարդարություն ասածը։ Մենք մինչև մեր ազգային մտածողության կերպը գտնենք, կունենանք նաև լավ կրթահամակարգ, կունենանք նաև բուժական լավ համակարգ։ Դա շուտ չի լինի, բայց գիտությունը պետք է զարգանա ազգային, մշակույթը պետք է զարգանա, որին կհետևի նաև ռեալ իրատեսական կրթահամակարգ։ Այո, այո։ Ինչպես է վերաբերում կինոյին։ Կինոյին։ Լենինը ասում էր, բոլոր արվեստներից ամենակարևորը կինոն է։ Էլ նա ասել է վերջացրել։ Հիմա բայց կինոյում ծայրահեղություններ էլ կան։ Կինոն օրինակ նոր սերնդին դաժանություն չպիտի մատուցի, բռնության գաղափարներ հարապարակ չպիտի հանի։ Հետո ինչ որ հարապարակայնության, ժողովրդավարության կոչեր են քանում։ Դա չի նշանակում ամենաթողություն։ Օրինակ առնենք տհաճ տեսարանները, սեքսի տհաճ տեսարանները։ Մեր ազգի բնույթով, իր մտածողությամբ բարոյական շատ արժեքներ ունի, սրբագույն արժեքներ։ Հիմա այսօր ամեն ինչը ոտնահարել եւ ասել թե ժողովրդավարություն է, մենք ամեն ինչ կարող ենք ցուցադրել, չէ։ Ինձ պահպանողական մի համարեք, բայց մարդկային հասարակությունը կկործանվի, եթե բարոյական շատ արժեքներ մենք մի կողմ դնենք, կողք տանք այդ ամենը։ Ազգային ավանդույթը հավերժական է։ Դա հազարավոր տարիներով չափված, ստուգված է, քննություն է բռնել բարոյական արժեքը։ Ինչպես կարող է, որ մեծը փոքրին չասի, խելքը թավաքի գլուխդ, ուղիղ նստիր, կարգին պահիր քեզ, ինչ է, չասենք այդ ամենը։ Ավակի տարեցի խրատը պիտի լինի, ուսուցչի խրատը, տատիկի խրատը, պապիկի խրատը։ Իսկ որ պապիկը կասի, թորնիկ ջան, նստենք մի հատ, տեսնենք ինչպես են տկլորի եվրապարկել։ Ո՞վ կնայի դրան։ Ոնց, դա բանականության մեջ չի տեղավորվում։ Հիմա ասում են ժողովրդավարություն է, ինչ ուզում են, հա, մենք կարծում ենք, թե Եվրոպայում ամբողջ օրը դա են նայում։ Եվրոպացին ինչը խելքը թրծրած է, նա կիսավայրին է, եւ այդպիսի նկարներ են անում։ Կինոյի վերաբերյալ գնահատականը վերապահությամբ պիտի անել։ Ես ունեմ իմ կինոն, դուք ունեք ձեր կինոն, մեկ ուրիշն էլ իր կինոն, յուրաքանչյուրն իր կինոն ունի, իմ պատկերացրած կինոն այլ է։ Դա չի իմ պատկերացրած կինոն։ Կինոն հո էկրանին նկարաշարքը չէ, որ անընդհատ հետևենք ու տպավորվենք։ Կինոն ոչ միայն ներազդում է մեզ վրա, մենք էլ պիտի ներազդենք կինոյի վրա, պետք է կռիվ տանք։ Կինոէկրանի երևույթը պետք է մեր մեջ առաջացնի վեճ, մենք պետք է կարողանանք ուղղվել, մաքրվել, էկրանի նյութով, էկրանի հաղորդածով մենք պիտի կարողանանք փոխվել, ունենանք աշխարհը վերափոխելու, կյանքը վերափոխելու հատկություններ, ձեռք բերենք, կինոյից պետք է ձեռք բերենք։ Եթե կինոյի հնարավորությունները չի տալիս, ինչու ես արժևորեմ կինոն։ Եթե նա պետք է իմ մեջ առաջացնի կենթանական զգացմունք, էժան տպավորություն գործելու այդպիսի երևույթներ, ուրեմն այդ կինոն ինձ համար պետք է։ Սյունիք երկրամասը, մեր երկրամասը ինչպես է զգում երկու խոսք։ Սյունիքը այս սարերն են, նայեք, մեր հայերիկ այս սարերն են, այս ձորերն են։ Սյունիքը իմ տունն է, իմ հարազատ տունն է, առանց Սյունիքի ինչպես կարելի այս աշխարհում ապրել։ Հնագույն պատմություն, փառահեղ պատմություն, փառահեղ անցյալ, զարմանալի գիտուններ, հիանալի պատմություն, որ չի վերհանվել։ Սյունիքի պատմությունը դեռ մութ է, դեռ պետք է պեղվի, դեռ պետք է վերհանվի։ Նայեցեք այդ դիմացի սարին, Բերդաքաղաք է, անունը Բաղաբերդ է։ Երբ հիկսոսները արշավում էին Եգիպտոսի վրա, դա մեր թվարկությունից մոտ 2000 տարի առաջ էր։ Այն ժամանակ Բաղաք նահապետը
ապարաժը դարձրեց ամրոց եւ կառուցեց Բաղաբերդ։ Բաղաբերդը, այսինքն նախքան Քրիստոս 1850 թվական հաշվարկ ունի Ալիշանը եւ այն ժամանակվանից մինչեւ հիմա գոյատևում է։ Երևանից էլ հին է Բաղաբերդը։ Երևանը 2750 տարեկան է, իսկ Բաղաբերդը 3850 տարեկան է։ Ինչու կարող է կապացուցել։ Ալիշանով, Աճարյանով, վենետիկյան գրադարանների հաշվարկներով։ Դա ես չէ որ պետք է ապացուցեմ, դա ապացուցված է։ Դա ապացուցված է։ Բայց սյունեցիները այս պատմությունը վատ գիտեն, իմ հայրենակիցները, եւ չեն կարողանում հպարտանալ այդ պատմությամբ դասերակել սերունդներին։ Տիկնայք եւ պարոնայք, ելույթի համար խոսքը տրվում է Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանին։ Նման մարդկանց վրա հենված է պետությունը, որը իր հերթին կառուցում է պետականություն։ Ռոբերտ Գրիգորյանի նման անձնավորությունը որպես ուսուցիչ կարող էր ցանկացած պահին Երևանի ցանկացած համալսարանում դասավանդել եւ հասնել շատ մեծ բարձրություն, բայց ինքը չի դավաճանել իր սկզբունքներին եւ մինչեւ վերջ մնացել է այդ դպրոցը։ Եվ իմ կարծիքով դա սխրանք է։ Գիտեք, ես ավարտել եմ Երևանի միջնակարգ թիվ 71 դպրոցը, որը կոչվում է Նելսոն Ստեփանյանի անունով։ Դուք գիտեք, կրկնակի խսում հերոս, ես համարում եմ, որ Ռոբերտ Էջանացին իր սխրանքը ոչ պակաս է։ Նորից եմ կրկնում, սկզբունքները չդավաճանող մարդու վրա կարելի է միշտ հենվել։ Եվ մենք պետք է արժանի լինենք այն ժառանգությանը, ինչ որ նման անձնավորությունները մեզ թողնում։ Ես ուզում եմ ձեզ ասել նաև հետևյալի մասին։ Բազմիցս դրա մասին խոսվել է, որ 17 թվականին արդեն գործելու է Սյունիքի զարգացման հիմնադրամը եւ այդ հիմնադրամը սահմանելու է կրթաթոշակ լավագույն ուղի ուսանողներին ծննդով սյունեցիներից։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ կրթաթոշակը կրելու է Ռոբերտ Էջանացու անվանական։ Եվ երկրորդը մարզպետարանը կիրականացնի Ռոբերտ Գրիգորյանի երազանքը եւ բոլոր կազմակերպչական աշխատանքները կապնված ուշակոթողի գրքի ուշակոթողի մասին մենք իրականացնենք հուսով եմ մոտ ապագայում, որը կտեղադրվի դպրոցում հարազատ դպրոցի այդ շրջակայքում։ Ելույթի համար ձայնը տրամադրվում է Սյունիքի մարզի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ պարոն Հովիկ Ալեքսանյանին։ Անձին այս տավանդավոր մարդու մանկավարժությունը գտել էր իր հավատավորին։ Գյուղական դպրոցի յուրահատկությունը հնարավորություն էր տվել դասավանդելու տարբեր առարկաներ, նա դարձել էր բոլոր առարկաների ուսուցիչը։ Ուսուցչի նրա տեսակը առասպելական նվիրվածության եւ աշխատասիրության արգասիկ է։ Մարդիկ կան, որ իրենց աշխատանքը արհեստը կարողանում են վերածել արվեստի։ Միայն շատ կարդացած եւ զարգացած անձինք կարող են ունենալ ինքնուրույն տեսակետ եւ առաջարկել մեթոդաբանություն։ Վաստակաշատ ուսուցիչը կարողացավ խոսել երեխաների հոգու հետ։ Հավատաց նրանց, հավատ ստացավ եւ այդպես նրանք դարձան ուսուցիչ եւ սան, խաղանկեր, համատեղ խնդրահարույց հարցադրումներ կատարողներ։ Ամենակարևորը աշակերտի կողմից թույլ տրված սխալը ուսուցչի տվյալ դեպքում Ռոբերտ Էջանացու եւ դասարանի կողմից ուղղվում էր առանց նրան հանդիմանելու կամ ցածր գնահատականով ահաբեկելու։ Լավագույնս դասավանդելու համար պետք է հրաշալի մասնագետ լինել։ Վարպետ մանկավարժը կարողանում էր յուրաքանչյուր դասը նորովի վարել, անում էր այնպես կարծես առաջին անգամ եւ դասարանից դուրս էր գալիս համոզվածությամբ, որ չի հաշվել, թե դասարանում քանի աշակերտ կար, եւ որ ինքը դասավանդել է մինչեւ վերջ, ուսանողներն իրեն հասկացել են հաստատապես։ Ինքը այնտեղից դուրս էր գալիս ուղղակի պարտված, ավարտված, այսինքն նա կատարել էր իր պարտքը։ Ելույթի համար բեմ է հրավիրվում Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վահան Քահանա Հեբոյանը։ Ես շատ հպարտ եմ եւ ուրախ, որ ճանաչել եմ Ռոբերտ Էջանացուն։
Գիտեք, թե ինչպիսի հարգանքով էր նա վերաբերվում մեր հայ առաքելական եկեղեցուն, ընդհանրապես հավատքին եւ շատ հաճախ երբ այցելում էր եկեղեցի թղթապանակը ձեռքին, ասում էր Տեր հայր, այս սյունյաց եպիսկոպոսների ցանկն ա, եկալ պետք կգա։ Եվ նմանատիպ շատ դեպքեր առիթներ եղել, երբ մենք նրա հետ զրուցել ենք, կիսվել ենք, մի օր էլ մոտեցավ, թե Խոտանանցու հոդվածը ես եմ գրի, կարդացել ես։ Առ կկարդաս։ Մեծանուն մանկավար, մեծանուն սյունեցի, գիտնական, նա գերազանցել ամեն ինչու։ Եվ պատահական չէ։ Կոմունիստական շրջանում շատ հաճախ, երբ խոսում են մեկի մարդին, որևէ մեկի մասին, ասում են, թե բնությունը այս ազնվորությանը օժտել է որևէ շնորհով։ Այսօր, այս անկախության տարիներին, երբ շատ ավելի ազատ է դարձել մեր դավանանք եւ մենք կարող ենք շատ ավելի ազատ խոսել հավատքի մասին, կարող ենք խոսել, որ Աստված շատ առատ է գտնվել էջանանցու նկատմամբ եւ նրան իսկապես օժտել բազում շնորհներով։ Եթե անդրադարձ կատարենք նրա ապրած կյանքին, ապա կզարմանանք, որովհետեւ մեկ անձի մեջ այսքան բան մի քիչ շատ չի ժողովուրդ։ Տեղին է։ Ամենայն դեպս իսկապես էջանանցին այն ազնվորությունն էր, որը սիրում էր պրպտել, ճանաչել ինքն իրեն եւ դրանով ճանաչել Աստծուն։ Եվ ականջալուր ունելով Աստծո խոսքի, երբ ասում էր, ով ձեզանից կամենում է մեծ լինել, նա պետք է ձեր ծառան լինի, ինքն էլ ծառայեց իր ժողովրդին անմնացորդ կերպով։ Կարողացավ ճիշտ գնահատել իր կյանքի առակ իմաստը, որպես մեծ վարժապետի։ Եվ իր համեստ կեցվածքով, իր գյուղական միջավայրում շուրջ 52 տարի ծառայեց իր ժողովրդին, իր դպրոցին, ուսանեց աշակերտներին։ Երբ Նեսեր շնորհալի հայրապետը խոսում էր Մեծրոպ Մաշտոցի մասին, նրան գնահատական տալով ասում էր, թե նա պատռեց իր մտքի ակոսը եւ նրա մեջ ծերմանեց իմաստությունը։ Կարծում եմ, այս ամենը կարելի է ասել նաեւ էջանանցու մասին, որովհետեւ նրա մտքի ակոսը շատ մեծ էր, իմաստուն էր եւ լուսավոր, որովհետեւ երբ նա քայլում էր, իր շուրջն ամբողջությամբ լույս էր տարածում եւ այն բարի պապիկն էր, որը Կապանի փողոցներում քայլով հաճախ կանգնում էր, երեխաներին կոնֆետ կամ մաստակ տալիս եւ դրա հետ մեկտեղ նաեւ իր գրպանում պահում էր տերունական հարմեր աղոթքը, որը երբեմն անում էր եւ բաժանում ժողովրդին։ Բազմիցս ասել է. «Տեր այր, սովորեցնում եմ մեր ժողովրդին», ասենք անում էր քահանային բարև ձեզ չեն ասել, ասեն օրտեսեք Տերեր, սովորեք, յա։ Այսինքն նաեւ սա ուներ։ Ինչ է, ես ուրախ եմ, որ Սյունիքը ունեցել է նման զավակ եւ կարծում եմ յուրաքանչյուր սյունեցին այսուհետ պետք է հպարտանա, որ ինքը ունեցել է էջանանցու նման զավակ։ Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ։ Էջանանցին դրանցից մեկն էր։ Երևույթը շատ կա, բայց ես մեկն է պիտի պատմեմ, դա եղել է 2005 թվականը։ Ուրեմն ես կրթության վարչության պետն էի մարզպետարանում, եթե որ պատմության դասագրքի վերաբերած Շունյաց պատմության Գրիգոր Գրիգորյանն էր գրել, վերջ էջանանցի մի երկու համարում Շունյաց երկրի ջախջախել էր այդ գրքի շատ հատվածներ, վերջը Գրիգորյանը եկավ հասավ մոտս ասեց պարոն Պետրոսյան, մի հատ խնդրանք մնի, էջանանցի ակադեմիկությունից գցել է, հիմա էլ վախնում արդեն գիտական կոչվում է սեբանելու հետ վերցնում։ Խնդրում եմ էլի միջավտես այս գործ ու դատարացնել։ Վերջ էջանանցուն ասեցի աստիլա հարմար այս կողմենքով, վերջ էջանանցին համաձայնվեց, այդ դրանից հետո այդ բաները չէ։ Եկավ, ասում եմ, դելա, այդ համաձայնվեցինք, մի հատ խնդրանք էլ ես ունեմ։ Ասում եմ, մի դաշատ ունենք։ Զորակի ժամանակը պրծել է, համարյա 94-95 թվականին 10 տարի չեն կարող դիպլոմ ստանալ։ Ասում խիչ եք կարող, միջա, դե ասում կրիմներ եղել, հետո տենց վատ շրջան Երևանով ա գնում, բան ես կողմենքով, դու Երևան ես գնում, էլի գնա այդ մանկավարժական ինստիտուտում այդ դիպլոմ ստաց։ Ասում լավ, անվազգանով տվեք, գնանք այդ դիպլոմ ստանանք։ Էջանանցին գրում է, Գրիգորյան Սոնա Ռոբերտի։ Հասկացա, որ դուստրի աղջկա
այսպես դիպլոմի մասին է խոսքը, գնացինք Երևան, հիմա գնում եմ մանկավարժական համալսարան, դու ասում լավ է, բանդը ես եմ, ու քանի տարի այդ կապ բան չի։ Վերցնում եմ մի հատ բան, այսպես բանբաններ կա, սուրճ, գնում եմ սուրկայից մեջ, որ գնամ, ոչ է, մարդկան տեսնեմ ով այն չէ։ Գնում եմ միտեղ ճարում եմ, հանում եմ այդ սուրճը, բանբաններ կան, բան, սենց խոսում ենք, ասում սենց կնտիր կա, էլ է, դե արդեն դրել եմ, բա ասա երբ հավարկել, բան, ասում եմ 10 տարի առաջ։ Լայս մի կին ասում է, գիտեք, ասում է, մեր արխիվը երկու մասից է բաղկացած, մինչև 5 տարի, և 5 տարուց հետո, դուք այս սենյակը չպիտի գաք։ Ասում ես ինչ բաներ է։ Հետո, ասում եմ, դեվեր եմ գերում, որ գնամ, լայս զգացին անհարմար վիճակի մեջ գնացում են, դե ուզում են հասկացնում, վերցու ասում եմ, չէ, բել են, մեր դասյունեցու վայր բան չի, վերած բան տանեն, գնում եմ նորից խանութ։ Դարավ են 12 կաթողի պատմությունը։ Ես անգամ առնում եմ արդեն ոչ թե բանբարական, նա ուզ գա, նորից բազմայր սուրճ, գնում եմ այդ մի սենյակ եմ, ճարում, մի տարիքով կինա, մի ենտասատ, չգիտեմ, աղջիկը հարսատ, ստացեն, այդ կինա ասում, չի լինի, ոնց կլինի, դավերն էստա պետ, չգիտեմ, ինչ ապետ, բան ապետ, ասում կներեք, էլի վերջը պատահական մարդ չէի, այն դաստարարենը, որ ասում են, այդ հանում ցույց են տալիս, որ վարչության պետն եմ, էլի մարզը, ուրիշ մարդ չէ, ուզում են թողեմ, ստե, պասպորտ են թողել, վերջը պետք տանեմ են։ Այն աղջիկը դասավորում է, բա, վերջը գնում արխիվից ճարում են, բերում, այդ դիպլոմը բերում են։ Դիպլոմը բերում եմ, էժանանցի մի երկու հետը գալիս է, ասում է, հա ինչ եղավ, ասում եմ դիպլոմ բերում, ասում է, բա չեք տալիս տանեմ, ասում չէ, ոչ մի դիպլոմ։ Այդ դիպլոմից վրա շատ թանկ է։ Այդ դիպլոմը ես պետք է բերեմ, հատուկ, Սոնային հանձնեմ, հենց դպրոց։ Ծովիդարին, ներողություն, շատ ներողություն եմ։ Ծովիդարին հանձնեմ, ուրեմն դպրոց։ Մեկ էլ դելա պայմանավորում ենք, երեք շատ դեպի պիտի գնանք, բա։ Դեռ ասում ես մենակ չեմ գալ, ասում եմ ես մենակ չեմ սպասում ձեզ։ Կգաք այնտեղ ոչ պատմում։ Վերցնում եմ մի քանի լավ գրքեր եմ ճարում դպրոցի համար եւ ուսուցչու համար, 2-3 գիրքեր, թե չեմ սխալվում, դե դելեգացիա ենք կազմում։ Թատրոնի տնօրեն Արզումանյան Կամոյին ենք մեսնում, Պրոբության նախագահ Անուշաբան Ադամյանի, մեր երջանկայիշատակ Համլետ Կամոյիչին Արուստամյանի, որպես թամադա ենք տանում։ Մեկ էլ վարորդնով Ալերիկը մեր իմ 31-ով ծառայական նստում ենք օֆիցիալ գնում, մեկ էլ Ռոբերտը ինձ ասում է միջև այդ Գրիգորյան ասում է կներեք, էլ երկու մարդեր ես եմ ուզում, երկու վարորդներից հրավիր են։ Հրավիրում են երկու վարորդներ, զարմացած։ Ասում է, մեկը գյուղապետություն ալա, երկու Վիլիպետ Դավիթ։ Երկու վարորդները իրանք են հրավիրին։ Վերջը գնում ենք, հասնում ենք դպրոց, են շատ քարակուսի մի հատ բաները դասավորին, հետո հեռու նստում ենք, ինչ շեղանակցած եմ դուսուս, այնպեսի այն գյուղական բաներից սկսած, քաղաքային բաներով դուրս եկած, վերջը գործը հասնում է նրան, այդ պատվավոր հանձնում ենք, երեխումը եւ այլն, մեր Համլետի ձայնը հասնում է մինչև եկեղեցու խաչմերուկ արդեն երգում է, սա գյուղը արդեն երգի ձեն է լսվում։ Վերջը վերջացրեցինք, ցենց բարող եկանք, հիմա նստել ենք մեքենան, այս ջանաց չի բերում մի 10 լիտրով, շտոպ, չէ՞ մեջը գինի է, ինչ է, ոնց էս, ասում չէ, տեգրիկա, չենք վերցնում, հա? Դե վերջ ասում չենք վերցնում, այսքան կերխել գինի ու տանեմ։ Վերցնես բան եմ, ես առաջ եմ նստած, յոթ հետ եմ նստած, ես եմ գալիս ենք տաներ իշնում եմ, բան, ես եմ բան եմ անում, ասում եմ դե բանարա Վալերիկ Ադամյանն է թող իրա կաբինետումը, մեկ եմ տեսնեմ այս Ադամյանն ասում եմ, բասես չի լինի, ասում ինչ է, տեսնում եմ շտոպը հենա Ադամյանի ձեռը, այս Ադամյանը շտոպը, ասում ջայնանում եմ, ասում կեր Ադամ, խես վերցե, բայց չով ես ասել եմ պետք է, ասում ինչ անեմ, ես զորով դրեց ոտերից արենք, իչացնում ենք Ադամյանի թող բասպետան հրապարակում է շտոպի հետ, ժողովուրդ գնացա Ադամյանը շտոպը գրկած, դեն ասենց վերջը, նորից եմ բարձանում եմ աշճաները, Վալերիկն ասում, Վալերիկ լավ է գնա այդ ամոտ է, և ասի շտոպը կվերցնես, սերի բարեկալներ, սենց մի քիչ հումորով ասել, ոչ թե հումորով իրականություն ասեցի, ջանացի այդ մարդն է, որ ինքը խիտ էր ստեղծում, ծիծաղ ստեղծում,
միջավայր է ստեղծում, աուրա է ստեղծում։ Խոստովանում եմ, որ մշտապես գտնվել եմ Ռոբերտ Էջանանցու ազդեցության ներքո, երկրորդ առաջին անգամ հեռուստահաղորդման ժամանակ։ 1978 թվականից առաջին հանդիպումից սկսած։ Իսկ գտնվել ազդեցության ներքո նշանակում է սովորել։ Էջանանցուց միայն սովորել եմ։ Փորձել եմ ընդօրինակել։ Իհարկե, մեծ մասը չի հաջողվել, որովհետև այն ինչ նրան տրված էր բնատուր, իվերուստ, դա ինձ համար չէր։ Էջանանցին ավելին էր, քան որոշ փոքրիկ գիտական հաստատություններ։ Դա անվերապահ է, դա անկասկած է։ Էջանանցին այնպիսի հատկանիշներ ուներ, որոնք կարելի է շարքերով թվել, ստեղծագործող մարդուն հատուկ է նախանձը։ Էջանանցին զուրկ էր դրանից, շռայլում էր, ինչպես որ ձեռքն էր բաց, գիտեք շատ շատերը շփվել են փոքրիկից մինչև կանաչի ծահող կինը, մինչև ուսուցիչ, մինչև նույնիսկ աստիճանավորներ, բոլորը իմացել են, որ նա ինչպես որ շռայլ է հոգեպես, այնպես էլ նրա ձեռքն է բաց, իսկ նրա այդ շփողները գիտական ասպարեզում հասկացել են, որ նա չի խնայել և ասել է այն, ինչ իմացել է, հայտնել է։ Անսովոր մտքերի տերեր, ուզում եմ օրինակ բերել։ Ում խելքը կկտրեր, այդ ում երևակայությունը կլիներ, որ առաջարկեր գրեր գյուղի հանրագիտարանը։ Մենք գիտեինք, որ կա ֆրանսիական հանրագիտարան կամ, չգիտեմ, խորհրդային հանրագիտարան, բայց գրեր գյուղի հանրագիտարանը, դա միայն ինքը կասել։ Իսկ Էջանանցու իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով, գիտության մեջ ամենամեծ նվաճումը, ես կուզեի, որ կարդաք այդ հոդվածը կրկին ու կրկին, դա այն է, որ նա վերջակետ դրեց լուրջ գիտնականների հետ ճակատամարտում բանավեճում, խորենացուց մինչև հիմա ոչ ոք չի իմացել, վերջապես այդ աժդանական լեռը որն է, մարդիկ տանում էին հասցնում մինչև Նախիջևանի օձաբերդը Իլանդալը։ Էջանանցին հաստատապես ասաց, մաթեմատիկան ու պատմությունը միմյանց գումարելով ապացուցեց, դա կապուչուղն է և վերջակետ տրվեց այդ վեճին։ Կամ ում երևակայությունը կհասներ նրան, որ սովետական դպրոց թերթում կարդալով Եղեգնաձորի Շատինի դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին, տնօրենն ու ուսուցիչը կռվել և միմյանց ծեծել էին, ինքը իր հրամանագրքում նկատողություն հայտարարեց Եղեգնաձորի դպրոցի տնօրենին, հրամանի պատճեն ուղարկեց դպրոց և կրթության նախարարին, լուսավորության մինիստրին այն ժամանակ։ Ես ավարտում եմ և դիմում եմ Ծովինարին, սիրելի Ծովինար, ֆիզիկապես տկար վիճակում Էջանանցին հասցրել է այս գիրքը կարդալ ձեռագիր։ Ունի երկու նախաբան, ունի երկու խոսք, ունի գնահատական, արվել են հռումներ, և սպասում էր այս գրքի հրատարակության։ Ընդամենը զուգադիպությունը 2 օր առաջ այս գիրքը տեղ է հասել։ Թույլ տվեք գիրքն եմ նվիրել ձեզ և ասել, որ վերին ձորի լույսը չի մանի։ Դատարկաձեռ, բայց մահպես ու անկեղծությամբ շնորհավորում եմ իմ անշփոթելի, իմ անզուգական, իմ աննման ընկերոջը, որովհետև ինքը ինձ թվում է, թե հիմա դուրս կգա բեմի ետնամասից, կասի չէ լավականություն անմարա։ Ինքը ծնվեց ոչ թամամ 70 տարի, անուշացրեց այս աշխարհը, Ռոբերտացրեց, Գրանտ Մաթեոսյանը ասում էր Սոֆիացրեց աշխարհը Սոֆի, հիմա Ռոբերտացրեց այս աշխարհը։ Ոչ եք մանուշ սիրտ, այդ հսկա մարդու մարմնի մեջ,
Յուրաքանչյուրից մեջ մի փերթ էջանացի կա։ Ես լիովին համոզված եմ։ Գրիշա Սմբատյան ասած կանաչի ծախողներից ինչու ավելի ցածր։ Փողոց ավլողներից պահպահակ էր գնում նվիրում եւ որպեսզի չամաչեն ասում էր ամերիկայում հոսեկած եմ, սառնամուշ բերած եմ ձեզ։ Ուսանողական տարիներին բնական է ինձ մեծ էր 12 տարերով, ովքեր ընթերցել են հոդվածս, ես խոխայինքը այլ իմաստուն արդեն ոսկերի Չերման Պարասյան, բոլորը ճանաչում ենք, կարդակ ինչ-որ տպագրված է չեմ ասի, ինչ-որ տպագրված չէ, նա կասեմ, Զորինար, կարաս ասես, պապան ինչ չէր նվիրում ոչ մեկին։ Շոկոլադե սալիկներ, պլիտկա։ Ուրեմն, ստեց որ գնում էին, գնացքում ասում են նայ, մի պարլավի տան բարձով է, քրեով էր ապրում, մի ցանկապատ էր իրարից ծառաջապում, ասում էր նայ, պարլավի համար 2 պլիտկա եմ արել։ Բայց զանգիլա չհասավ, վերջ տալիս է։ Ասում էր պարլավը շատ է իմանալու, Լեռնաձորից, հետո Երևանից։ Երևանից էր ապրում, հետո Հեկարուսով է գնում, եթերտեղ էր վերջ տալիս, գնում Վանաձորում պարլավի հարևանությամբ գնում ինքն սև գույնի լուքսեր։ Լավ, ինչև է, ամենահզոր բանահավաքներ, այնպիսի հպարտությամբ էր պատմում, թե ինչպես է Սերո Խանզադյանի հետ շրջել հայրենի բնաշխարհում եւ եղել է Բախուստ Վրնովը ձյու։ Սանձը Վրնովն է եղել։ Այս մեծ հրաշք մարդուն է իզորու, որ մեծ ընկերողին այդպես պատմի արջևից գնաց ձյու Սանձը Վրնած։ Այն տարիներին համարյա սուժերնի վարորդ էր դառել։ Էջանանցի բանահավաքը։ Ես գիտեք ուզում եմ արտասանել, հավանեք որ էջանանցին եմ նստում, բայց չեմ երկրում ձայնս կզված։ Ճիրակ ճիշմարիտ, փոջ մնեշակ մարգարիտ, աղջիմայք կոն ուր թե զիրտ, ոչ կոնում ոչ ազիրտում, ես սրեր են խորնում եմ, լնը սակյու կյարնում եմ, ու է իշնեն չում չի, աշխեն տատում թորնում, ակատակա մնչվացակա, ողտուկյուր մբրբուր, Համակույիկ, դուրպեք, տրանը կմակեն վզվզոց, մի հավոնիմ կտկտոց, մի ծուկացել տղնկոց, մանգան կոտիքինի հոմոց։ Կերմանձուկ, թարտանձուկ, գուրի նոտը թոպկցի, գուր բահար եմ վրկցի։ Ինքս rank ասում էր երկելով, երազում էր, որ մի քանի երազանքներ ուներ, մեկ այդ գրքի ուշակոթողն էր, այլ երազանքներ, կայի նաև մեծանուգո Գրիշա Սմբատյան, ունիսկ տեղն էր ասում որտեղ, այդ գրքի ուշակոթողը կապված է Բաղաբերդի Եղեռնի է, Բաղաբերդում 10,000 կտոր գիրք ձեռնագիր ենթարկվել է եղեռնագործության, իպատիվ դրա էր, և նա երազում էր, և այդ ուշաքարը բացվելուց տակը գրված կլի պարտապես, մատահաղացումը Ռոբերտ Էջանացի Գրիգորյանի, դա ամենամեծ, ինք այդ ամենից հեռու մարդ էր, արձան կանգնեցնել, չգիտեմ ինչ կանգնեցնել, կիսանդրի լինի, ամենամեծ հարգանքի տուրքն ելնելու Ռոբերտ Էջանացին։ Եվ մի քանի անգամ դիմել է Ռոբերտ Ամիրխանյանին, որ այս խաղիկները գորում են երկսակիր ժողովուրդը ասել։ Լուսունյան հլորալը, իշմեք ինչպես է երկում, ափսոս ձայն շնորհացով թե չեք երկում։ Ինքը չէր ամաչում ամբյոնից երկելուց, կատակասեր էր, հումորասեր, գրպանում դրված էր, կենսուրախ, երբեք չի տրտնջացել, երբեք կյանքի դժվարությունների առջև ծնկի չի եկել, ով կարող է ասել, օրինակ Էջանացու նման, ես բանը որտած մի վրցակ եմ տալում, ինձ օրինակ մի ֆերմա վրցակ է պարտք, ես հոն է ասում, կապանատում, կամ շնոր եք արել, կամ խնդիրք ունեմ, ձեզ, դրա բարձր կուլտուրա, մաքրամաքուր մայրենին տիրապետելը, գրափարին տիրապետելը, այնպես էր գրափար տիրապետում, գիտեք, մի քիչ անհամեստ էր հնչում իմ կողմից, նամակը ուղարկում էր իր թարգմանությունները, կամ որևէ բան, ասում էր գնահատական ասում էր որ ինչի մասին եք խոսում։ Ինքն է Լեռնաձորից ուղարկում էր Քաջարյան թիվ 1 դպրոց, սրանի վրա գրված ավիա։ Իր ձեռագրով, այսինքն ամենակիչը ինքնաթիռ աշխատել Լեռնաձորից մինչև Քաջարյան թիվ 1 դպրոցը։ Հրաշք է։ Շնորհավորություն ունեմ, իմանալու եմ ընկեր։ Մեր երեկոն մոտենում է իր ավարտին եւ բոլորս այստեղից հեռանալով մերը տանելու ենք Ռոբերտ Էջանանցուն, մերը տանելու ենք նրա խոհերը, նրա մտքերը եւ ապրելու ենք այնպես, ինչպես ցանկանում էր, որպեսզի ապրեն սյունեցիները Ռոբերտ Էջանանցին։ Եվ այս պահին իր ավարտական խոսքով ելույթ կունենա Ռոբերտ Գրիգորյան Էջանանցու խոհերի, մտքերի իրականացնող նրա գործին շարունակող դուստրը Ծովինար Գրիգորյանն։ Անչափ երախտապարտ ենք ու շնորհակալ։
Էջանանցու մասին կարելի է անհոգնել, խոսել ու պատմել, անդադար հիշել ու վերապրել նրա հետ անցկացրած իրանելի ու վերադարձ ժամանակները։ Կյանքից հեռանալով հայրս այժմ մեզ օգնում է ապրել իր կատարած ու ձեռնարկած բազմաթիվ գործերով։ Այսօր, այս ջերմ ու մտերմիկ մթնոլորտում նա յուրահատուկ կոլորիտով կարծես մեզ հետ է, մեր կողքին։ Խոսեցինք էջանանցի մանկավարժի, հայրենագետի, թատրոնի սիրահարի, հետազոտողի, հնագետի, ընկերոջ ու նրա բազում այն դրսևորումների մասին։ Ես այսօր ցանկանում եմ խոսել էջանանցի հայրիկիս մասին։ Մեր անցած հանդիպումներից մեկի ժամանակ իմ շատ սիրելի ընկեր Մարգարյանը մեզ քույրերիս ասաց. «Ադե համաձայն ենք էլի, էջանանցին հասարակության մարդ էր, հասարակությանն էր պատկանում, ընտանիքի մարդ չէր»։ Ընկեր Մարգարյան, համաձայն եմ, էջանանցին իսկապես հասարակության մարդ էր, պատկանում էր ժողովրդին, հասարակությանը։ Նրա կյանքի ու գործունեության ժամանակի մեծ բաժինը հասարակության էր պատկանում, սակայն թույլ տվեք չհամաձայնվել, որ նա ընտանիքի մարդ չէր։ Նա անզուգական հայր էր, նվիրված ամուսին, սիրելի պապիկ ու մեր բոլորիս կուռքը։ Վերջերս ընթերցում էի մեր մանկության տարիների նամակները, բացիկները, որոնք մայրս խնամքով հավաքել ու պահել է։ Եվ աչքովս ընկա մի բացիկ, որ քույրերով ձևավորել էինք, մայրիկի մարտի 8-ը շնորհավորելու համար։ Եվ բացիկի աջ անկյունում մի այսպես գրություն ընկա, եւ ես ակամայից տեղափոխվեցի այդ օրը եւ պատրաստում էինք բացիկը։ Մենք գրեցինք բացիկը խնամքով եւ տարանք հայրիկին ցույց տալու, որպեսզի նա ստուգի տեսնի արդյոք տարասխալներ ունենք թե ոչ։ Հայրիկը նայեց, կարդաց, ժպտաց եւ աջ կողմի ազատ տողի վրա ասաց. ավելացրեք, պապան ոսկի, մաման արծաթ։ Այս գրությունը երևի ժամանակին ժպիտ առաջացրեց ծնողներիս մոտ, բայց մեր ընտանիքում հենց այդպես էր։ Պապան մեր բոլորիս ոսկին էր, մեր ամենան։ Ինչպիսի անհամբերությամբ էինք սպասում, որ նա տուն մտնի, որ միասին սեղան նստենք, ամեր զրուցենք, տարիներ հետո այդ նույն համբերությամբ նրան սպասում էին թոռնիկները։ Նա մեր առաջին խորհրդատուն էր, քննադատն էր։ Նա մեզ հասկանում էր կես խոսքից։ Երբ որևէ մեկը հայրիկի կողմից գովասանքի էր արժանանում, նա ասում էր, արխիվս քեզ եմ տալու։ Այսօր այս պատասխանատու գործի շարունակողը մենք եւ մեր երեխաները պիտի լինենք։ Նրա հարուստ արխիվում տպագրելու, հրապարակելու բազմաթիվ նյութեր կան։ Մտածում ենք դպրոցը նրա անունով անվանակոչելու ուղղությամբ, նրա մասնակցության ֆիլմերի, տեսանյութերի փունջ հավաքելու եւ պահպանելու ուղղությամբ, դպրոցում նրա մանկավարժական մոտեցումները շարունակելու եւ ամրապնդելու ուղղությամբ, նրա պատգամները կյանքի կոչելու եւ բազում այլ մոտակա եւ հեռակա պլաններ կազմելու ուղղությամբ։ Ասում են Աստծո գործերն անմեկնելի են, եւ մենք ուզած-չուզած պետք է հաշտվենք իրականության հետ, բայց միևնույն է։ Ինչքան կուզեինք վայելել նրա ալեհեր ծերությունը, դեռ երկար տարիների մասնանայինք նրա խորհուրդներով, ինչպես նա էր իմաստնանում տարեցների եւ ծերերի հետ զրույցներով, զրուցելիս եւ բոլորիս հորդորում էր ուշադիր լինել նրանց նկատմամբ։ Հայրս իր խոսքը համեմում էր հումորով։ Նա միշտ ասում էր, որ իր մայրն էլ շատ նուրբ հումոր է ունեցել եւ ինքը դա նրանից է ժառանգել։ Ես իմ խոսքը կավարտեմ ընտանեկան հումորային հիշողություններով, իր ասած պնգլներով։ Տարիներ առաջ, երբ մենք երիտասարդ էինք, ուսանողներ էինք, ես ու Աշխենը, հայրիկը մի օր մեզ հարցնում է, թե մեզանով տղաներ արդյոք հետաքրքրում են, թե չէ, մենք ասում ենք, չէ, այսպես ամաչելով հայրիկից էլի, իհարկե չէ, հայրիկը այսպես յուրահատ
հայացքով նայում եմ, ես ասում եմ, я не агравачи, то я гора։ Փոքրիկները, զույգ քույրիկներ, Սյունեն գնացել են գյուղ, տատիկը օջախի վրա ցորեն էր բովում, նրանք տեսնում են եւ շատ են ոգևոր աղան ձերանում։ Գալիս են տուն եւ այդպես ոգեշնչված ցորեն են վերցնում անում։ Հայիկը նայում ասում է, սրանք ինչ են անում, տեսնես։ Ասում է աղան ձեն քանում, տատիկի պես, ասում է, պապը ինձ է, կած ասում է չէ։ Ես զարմացած նայում են իրենք։ Ասում է, մի հափուր բրինձ կլցի, վը փափուրն է։ Սրանք վերցնում են բրինձ ասում, հայիկը նայում է ինձ աշխենին, ասում է, սրանց կրակ։ Դե լավ, այսպես որ պատմեմ շատ կլինի։ Շնորհակալություն։ Մեր երեկոն ավարտվեց եւս մեկ անգամ այս երեկոյի վերջին հոտնկայց ծափերով փառավորենք Ռոբերտ Գրիգորյան Էջանասու անմահիշատ։ Շնորհակալություն, բարի ամսձեզ։